Դերասանուհի Արփի Գաբրելյանը կիսվել է շատ ցավալի ու անձնական լուրով, որը հուզել է իր հետևորդներին: Նա հայտնել է, որ իր սիրելի Լեոն ընտանիքի լիիրավ անդամն այլևս նրանց կողքին չէ: Լեոն, մեր ընտանիքի անդամը, մեզ հետ ապրեց 14 տարի, այսօր քնեց ու էլ չարթնացավ: Մնաս բարով իմ Լեո, գրել է Արփին իր սոցցանցերում: Նշենք, որ Լեոն դերասանուհու շատ սիրված ու հարազատ կատուն էր, որը տարիներով եղել է նրանց կյանքի անբաժանելի մասը, լցնելով տունը ջերմությամբ ու սիրով: Այս տխուր գրառումը մեծ արձագանք է գտել համացանցում, մեկնաբանությունները ողողված էին ցավակցություններով ու հուզիչ խոսքերով: Շատերը կիսվում էին իրենց զգացմունքներով, նշելով, որ միայն նրանք, ովքեր երբևէ կենդանու հետ են կապվել որպես ընտանիքի անդամ, կկարողանան լիարժեք հասկանալ այս կորստի խորությունը: Լեոյի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, թե որքան խոր զգացմունքային կապ կարող է ձևավորվել մարդու և կենդանու միջև և որքան մեծ դատարկություն է թողնում նման կորուստը: Ցավակցում ենք Արփիին և մաղթում ուժ ու համբերություն հաղթահարելու այս դժվար պահը: Նշենք, որ Արփի Գաբրելյանը ծնվել է Քաջարան քաղաքում 1988 թվականին, սովորել Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դրանից անմիջապես հետո սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հնչյունային ռեժիսուրայի ֆակուլտետում: Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից վարելով «Փոփ հանրագիտարան» հաղորդաշարը ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել է Armenia հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում, որի շրջանակներում շոու ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում: Նկարահանվել է նաև «Սուպեր մամա» և «Սկոչ և վիսկի», «Ես եմ», «Որոգայթ», «Ավելորդը» ֆիլմերում: Երգել սկսել է մանկուց: 2015 թվականին զուգերգով հանդես է եկել երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում: Հանդես է եկել նաև Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» և «Սիրահարվել եմ» տեսահոլովակներում: 2019 թվականի նոյեմբերի 17-ին Միհրան Ծառուկյանից նշանադրության առաջարկ է ստացել նրա համերգի ժամանակ: Ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Արփին իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ոլորտի ամենամեծ դժվարությունն իր համար համակերպվելն էր տարատեսակ բարդությունների հետ: Նա նաև նշել է, որ երբեք փող աշխատելու մոլուցքով չի տառապել, բախտը բերել է, քանի որ ունի մասնագիտություն, որը թույլ է տալիս ոչ մի օր չաշխատել, այսինքն չզգալ, որ այն ինչ անում է աշխատանք է: Արփի մանուկ հասակում ինչ էիք երազում: Դերասանուհի դառնալ և փաստորեն երազանքս իրականություն դարձավ: Մի բան, որ հստակ հասկացել եք այս տարիների ընթացքում: Մարդիկ իրականում այն չեն, ինչ ցույց են տալիս: Նրանք շատ փոփոխական են, տարբեր: Մարդկանց չի կարելի դատել ոչ արտաքինից, ոչ շարժուձևից, ոչ ընտանեկան կարգավիճակից: Ո՞րն եք համարում ձեր մեծագույն ձեռքբերումը: Ընտանիքս, թեպետ դա ծնողներիս ձեռքբերումն է և ինձ պարզապես տրվել է: Կառանձնացնեմ նաև հանդիսատեսի, հեռուստադիտողի սերը, հատկապես, որ հեռուստանախագիծը, որտեղ ընդգրկված եմ, հիմնականում դիտում են տարիքով փոքրերը, իսկ նրանց գրավելն ավելի դժվար է: Կորուստ, որի հետ դժվարությամբ եք հաշտվել: Ամենացավոտ և աբսուրդ երևույթներից մեկն այն է, որ մարդ ցանկացած կորստի հետ ի վերջո հաշտվում է: Բայց ես անգամ ամենափոքր կորուստը շատ ծանր եմ տանում: Անգամ երբ կորցնում եմ այն իրը, որը տարիներ շարունակ հետս է եղել, ցավոտ եմ տանում, ուր մնաց մարդկային կորուստը ծանր չտանեմ: Միևնույն ժամանակ ասեմ, որ տեսակով փակ մարդ եմ և շատերը հնարավոր է չտեսնեն այն, ինչ զգում եմ, ցույց չեմ տալիս ոչինչ: Արդյունքում ինքս ինձ վնասելով եմ դա անում: Փող աշխատելու մոլուցքով երբևէ տառապե՞լ եք: Փառք Աստծո ոչ: Չի կարելի փողը կուլտ դարձնել: Իմ բախտը բերել է, որ գումար աշխատելը ոչ թե հեշտ է տրվել ինձ, այլ տրվել է մի մասնագիտություն, որի պարագայում ոչ մի օր չեմ աշխատել, այսինքն չեմ համարել, որ այն ինչ անում եմ աշխատանք է: Ձեր ո՞ր հատկանիշն է մշտապես գրավում տղամարդկանց: Երևի թե ժպտացող, մարդամոտ, պոզիտիվ լինելս: Միշտ փորձում եմ դիմացինիս չանել այն, ինչ չէի ցանկանա, որ ինձ անեին: Մարդկանց իմ արշինով եմ չափում, թեև մեծ մասամբ հետագայում հասկանում եմ, որ սխալվել էի, բայց միևնույն է, նախնական տրամադրվածությունս այնպիսին է թե կանանց, թե տղամարդկանց հետ հարաբերություններում:
Հումորը ձեր կյանքում ինչ դեր ունի, շատ կարևոր դեր, ընդհանրապես կյանքին պետք է հումորով վերաբերվել։ Կենցաղում կա մի աշխատանք, որ տանել չեք կարողանում, խոհանոցում մաքրություն անել է, իսկ պատրաստել հաճախ չի ստացվում, բայց երբ մուսաներս գալիս են, սիրով ինչ-որ բան սարքում եմ։ Կին-տղամարդ հարաբերություններում ինչը կարող է ձեզ հոգնեցնել, միմյանց համար սովորական դառնալը, որն է ձեր ոլորտում ունեցած ամենամեծ դժվարությունը։ Ամեն ինչն է դժվար եղել, բայց կառանձնացնեմ համակերպվելը տարատեսակ բարդույթների հետ։ Ով է ձեր սիրելի նկարիչը։ Սիրում եմ վերածննդի շրջանի նկարիչներին։ Ձեր սիրելի ֆիլմը։ Դասականերից կնշեմ «Հեծանիվ գողացողները», որը ֆիլմերի ֆիլմն է ինձ համար։ Մի քանի օր առաջ էլ դիտեցի Լարս ֆոն Տրիերի «Տունը, որ կառուցել է Ջեկը» ֆիլմը, որը թեև հագեցած բազմաթիվ արյունոտ տեսարաններով, բայց կարծում եմ կինոմաները պետք է անպայման դիտեն։ Եվ վերջում երջանիկ է նա, ով սիրում է։